Հարգելի բարեկամ, այս մեծ պահոց շրջանի ընթացքում խոսեցի պահքի, աղոթքի մասին, ապաշխարության մասին, բայց չխոսեցի ողորմության մասին, որը շատ կարևոր է քրիստոնյայի կյանքի մասին, այսօր կանդրադառնամ այդ կարևոր առաքինությանը։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ Ողորմությունը դա շատ կարևոր մի առաքինություն է քրիստոնյայի կյանքի մեջ։ Մեր եկեղեցու հայրերը ասում են, որ տարբեր առաքինությունները կարևոր են, բայց միայն ողորմությամբ է, որ մենք նմանվում ենք Աստծուն, որտեղ ինչպես Տեր ասում է, եղեք ողորմած, ինչպես ձեր հայրն է երկնավոր ողորմած։ Սուրբ Ոսկեբերան ասում է, որ Տերը չասեց նմանվեք ինձ որպես աղոթողի, պահք պահողի, կուսակրոն լինելու, այսինքն խիստ կյանք ապրողի, այսինքն մի նմանվեք նրանով, նմանվեք ողորմությամբ ձեր երկնավոր հորը, որտեվ ողորմությամբ ենք մենք փրկվելու, նամանավանդ այս վերջի ժամանակները, որ մենք ճիշտն ասած ոչ մի տենց մեծ առաքինություններով չենք փայլում, մնում է ողորմությունը, որտեղ ողորմություն անողն է ողորմություն գտնելու Աստծո կողմից, եւ Տերը ասում է դատաստանի օրը կարծես թե չի մանրանալու գործած չգործած մեղքերի համար, այ առաջի բանը, որ չափանիշը, որ դու կարող ես մտնել արքայություն, լինելու է ողորմած լինելը, այսինքն սիրո պատվիրանները կատարելը, կերակրելն է, ջուր տալն է եւ այլն, այդ բանը է, որ ինքը կբաժանի ոչխարներին այծերից եւ կասի ով այս ամեն ինչ արեց կմտնեն արքայություն, իսկ ով չէ, ասում է գնացեք անիծյալներ սատանայի հետ ժառանգեցեք հավիտյան կրակը։ Դրա համար ողորմությունը միշտ էլ եղել է կարևոր բան, նույնիսկ հրեաների համար դա կարևոր բան էր եւ Մովսեսի օրենքի մեջ էր նույնիսկ գրանցված, կարդամ երկրորդ օրինացի մեջ ասում է, քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի, դրա համար էլ պատվիրում եմ քեզ ու ասում եմ, ձեռքդ բաց քո երկրում գտնվող աղքատ եւ կարիքավոր եղբորդ։ Հետո մյուս տեղն էլ ասում է, երբ քո արտում հնձես քո հունձը եւ այնտեղ մոռանաս մի խուրձ, չվերադառնաս այն վերցնելու համար, դա թող լինի օտարականին, որբին, որբայրին, որպեսզի քո Տերն Աստված օրհնի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Երկրորդ օրինաց 15 գլուխ եւ 24 գլուխները։ Սա մի կարևոր բան էր, որ հրեաները պետք է իրար օգնեին եւ սա այդ կարիքավորը ով կարող է լինել, հիմնական տղամարդիկ էին աշխատում, կինը այրի էր մնում, զավակները որբ էին մնում եւ եկամուտ չէին ունենում, ստիպված պետք է մուրալով կամ որևէ հարցով լուծեին իրենց կարիքները։ Շատ հրեաներ կային, որոնք անկախ իրանից են եղել, այսինքն ամուսինը մահացավ կամ սննդկացան, մեծ տուրքերի տակ էին, չկարողացան վճարել, հիվանդանում են անդամա, լույս են լինում եւ չեն կարող հոգալ իրենց առօրյա հոգսերը։ Նաեւ հրեաների տաճարի մեջ մի գաղտնի սենյակ կար, տենց կոչվող տեղ, որտեղ գաղտնի էր այն իմաստով, որ մարդիկ կային, որոնք դրամ ունեին, մեծահարուստ էին, իրենք գնում էին այդտեղ թողնում էին ինչ-որտեղ գումար եւ կարիքավոր մեկը գալիս այդ գումարից վերցնում էր, որտեվ չէր ուզում, որ իմանային իր մասին, դա կարող է լինել մեծահարուստ մեկը, որ ամեն բան մի օրվա մեջ կորցրեց եւ այսպիսով, բայց նաեւ կային մուրացկաններ, որոնք հաղթարեցին իրենց մեջ այդ ամոթը եւ այլն, գալիս նստում էին տաճարի մուտքին, տաճարի դրան մոտ կամ ճանապարհներին, որը դեպի տաճար Երուսաղեմ էր տանում, որտեղ մարդիկ գիտեին, որ գալիս էին ուխտի, աղոթքի եւ այդ վիճակը տեսնելով իրանք
այսինքն խղճահարություն կունենային, որտեղ գնում են Աստծո առաջ աղոթելու, ասում է ողորմություն անենք այդ մարդկանց։ Նախ ասեմ, որ օրվա աշխատանքը, այսինքն միջինով ըստ Տիրոջ առակի 1 դահեկան էր օրավարձը։ Իսկ 1 դահեկանը դա մոտ 128 լումա էր։ Հիշում եք այն աղքատ այրին, որը 2 լումա նետեց գանձանակի մեջ։ Հետաքրքիր մի բան նշեմ, այդ գանձանակները իրանք սենց շեփորների պես էին, լայն ու սենց նեղանում էին, ու երբ որ երկաթից էր, երբ որ մետաղական բաներ, գանձանակեր, երբ որ դրամը նետում են, տաղմուկ էր բարձրացնում, պատկերացրեք ինչքան որ եթե շատ ես լստում, դղրդոցով իջնում է, եւ այդ լումանն, իսկ գիտեք, լուման սենց ասեմ եղունգի չափ էլ չկա, այս փոքրիկ մետաղադրամ էր, եւ մարդուն հացի համար պետք էր մի 10 լումա, սենց ասեմ, հաց մի կտոր օրական հացը վաստակելու համար, կար այնտեղ տարբեր հոգսեր կար, հետո տուրք կար եւ այլն եւ այլն, եւ մարդիկ, ինչպես ասացի, գալիս էին այդ գաղտնի սենյակից վերցնում էին, տենց որպեսի ոչ մեկ չհիմանա, թե որ ողորմություն են անում, եւ երկրորդն էլ որպեսի մյուս կողմից էլ այդ մարդը, որը պետք է վերցնի, այդ դեռ այդ ամոթը, այդ իր կարգավիճակը, բան, որ ինքը կարիքավոր է, որպեսի գաղտնի մնա, այսպես ասեմ։ Նաև հաշվի առնենք, որ Քրիստոսի ժամանակ եւ հետո էլ այդ աղքատների կարիքները եղել է առօրյա հաց ուտելը, այսինքն մի կտոր հաց ուտելն էր, այսինքն առօրյա հիմնականում ինչ էր, չորացրած ձուկ, հաց, զեյթուն, սենց ասեմ, սենց բաներ, ոսպային սենց տարբեր բաներ, որ մարդիկ մսի համար կարող մենակ տոնական օրին զատիկին ուտեին, բայց ընդհանուր առմամբ սա էր մարդու հոգսը։ Մարդիկ կա, որ տուն էին կորցրել, դուրսն էին ապրում, տաճարի կողքն էին ապրում, այսինքն հոգսերը շատ չէին, ինչ որ եթե այսօր վերցնենք մեր ժամանակների համար, չնայած մեր ժամանակներում քչերն են դուրսը հայտնվում, բայց աղքատության այդ վիճակը կարիքավորների ավելի ճիշտ ասենք, ավելի շատ են, որ մարդիկ կարիք ունեն եւ այսօրվա կարիքները հոգալու բազմաշերտ են, միայն ուտելիքը չի, միայն ինչ-որ տեղ հագնելիքը չի, այն ժամանակ մի հագուստ ունեին, հագնում էին, միջև մաշվեր պատրտվեր, հետո նոր մտածում են այդ հագուստը հագնելու, իսկ այսօր շատ բաներ կա, հին ժամանակ փոքր զավակ ընտանիքի հագնում էր մեծ ավակ եղբայր քրոջ հագուստները, այսօր քիչ տեղ կա, որ տենց կարելի է անել, բայց հիմնականում մարդկանց, այդ կարիքավոր մարդկանց հոգսերը ավելի շատ են, քան առաջի դար քրիստոնեության, այսինքն Քրիստոսի ժամանակները։ Դրա համար մենք որպեսզի հասկանանք ինչ է պետք անել, հա, մի հատ տեսնենք, քննենք միասին, ավելի հասկանանք այդ օրվա Քրիստոսի ժամանակ մարդկանց այդ ինչպես էին ողորմություն անում, հենց առաքյալները։ Օրինակ Քրիստոսի հետ աշակերտների մոտ, որը Հուդան էր կրում, գանձանակ կար, որը հոգում էին հարուստ կանայք կային, որոնք եւ մարդիկ, որոնք հոգ էին տանում Քրիստոսին եւ աշակերտներին, ծախսերն էին հոգում եւ Քրիստոս նույնիսկ հիշում եք դրամ չուներ իր հետ, երբ որ գալիս են турքը վճարելու համար, ինքը ասում է Պետրոսին գնա ձուկը բռնի, մեջ այդ գումարը կա, որով պետք է վճարես։ Այսինքն նույնիսկ Տերը չուներ այդ գումարը, այսինքն ինքը իր ձեռքերում չուներ, բայց ուներ Հուդան իր գանձանակի մեջ, մենք տեսնենք ինչ է ասում Ավետարանը Հովանու 13-րդ գլուխ։ Քանի որ Հուդան էր գանձանակը պահում, ոմանք կարծում էին, թե Հիսուսը նրան ասաց. «Գնիր ինչ-որ այս տոնի համար քեզ հարկավոր է» կամ աղքատներին ինչ-որ բան տար։ Այսինքն իրենք աղքատներին հոգում էին, այն կարիքավոր մարդկանց, որոնք կարիք ունեին, իրենք
հոգում էին, բայց կային մուրացկաններ, որոնք ճանապարհին էին նստում, Քրիստոս երբ որ կողքից անցնում էր, մեկը կար, որը տեսավ եւ սկսեց գոռալ կանչել, որ ուզում է բժշկվել, այդ մուրացկանը, այսպես ասեմ, մյուս մուրացկանը, որը տաճարինքից Բեթսայդայի ավազանի կողքն էր, եւ այնտեղ մոտեցավ այդ անդամալույծին, ասեց ուզում ես բժշկվել թե ոչ, որտեվ այդ անդամալույծը այնտեղ եկել էր հրաշք ստենալու համար, չէ, ինչքան մուրալու համար, որտեվ 38 տարի անդամալույծ էր եւ դրա մուրալով էր ապրում, եւ երբ որ Քրիստոս բժշկում է իրան, եւ այդ մարդն է, որ Քրիստոսին ապտակում է Աննա քահանայապետի տան մեջ, սրանով ինքը ուզում է ասի, ես 30 տարի սրանով եմ աշխատել, փողս վաստակ է, դու հիմա ինձի բժշկեցիր, ես ինչ պետք է անեմ, այսինքն դու իմ աղբյուրս դրամի վաստակելու աղբյուրը իմ ձեռքից առար։ Դրա համար հրեաների մեջ նաև այն կար, որ իրենք, ինչպես կարդացինք, պարտավոր էին իրենց համայնքի, իրենց հավատացյալների, իրենց օգտակար լինելու, չթողնել, որպեսզի իրանց եղբայրները նեղության մեջ լինեն, որը մենք նաև կարող ենք ասել, տեսնում ենք այսօր, որ հրեաները լսել եք շատերը, իրանք իրար շատ են օգնում, դա ոչ թե ագահություն, ինչ-որ ուրիշներին ատելությունն է, դրա մասին խոսքը չի, այլ որ իրենք իրենց մասին հոգ են անում, ըստ Աստվածաշնչի Մովսեսի օրենքի, որ իրենց եղբայրները կարիքավոր չլինեն, այսինքն եթե նույնիսկ հունձ են անում, չէ, ասում եմ մի վերադարձիր, այնտեղ թողնում էին ցորեն, որ այդ աղքատները, կարիքավորները գան, դա վերցնեն, այսինքն գաղտնի ձևով մնա նորից։ Նույն բանը մենք տեսնում ենք արդեն առաքելական շրջանում, երբ որ առաքյալները նախ եւ առաջ ժողովուրդը հավատացյալները բերում էին ունեցվածքը առաքյալներին էին տալի եւ բոլորը հավասար իրար մեջ բաժանում էին, որպեսզի ոչ մեկ ասում է կարիքի էլ չէր ունենում, բոլորը հավասար ապրում էին, սա մի ուրիշ երևույթ, ասում է ունեին մեկ հոգի, մեկ սիրտ, բոլորը միաժամանակ իրար հետ աղոթում էին, որտեվ այդ ժամանակ կար մի մտածելակերպ կար, որ Քրիստոսը հիմա ուր որ է գալու է, գնաց տեղ պատրաստի երկնքում, հիմա գալու է բոլորին վերցնի, դրա համար բոլոր քրիստոնյաները սկսեցին իրար հետ հավաքվել, իրար հետ ամեն ինչ անել, բայց անցնում են տարիներ բան, ավելի հասկանում ես, որ իրանք հասկանում էին, որ Տիրոջ գալը այդքան մոտ չի, դրա համար Պողոսը որ ասում է, նախ Տիրոջ գալուց առաջ պետք է անօրության մարդը հայտնվի, հա, իսկ դա եթե միջև չհայտնվի, Տերն էլ չի գալու։ Արդեն այդ վաղ սկսեցին մտածել, որ Քրիստոս չի գալու, դրա համար այդ իրար հետ հավաքվելով, իրար հետ ապրելով, սենց ընդհանրանում դա սկսեց արդեն հետ մղվել, որը ոչ գործնական լինել, որտեղ դու միշտ չես կարող այդպես լինես, եւ այսօր էլ մենք էլ չենք կարող այդպես այդ ձևով ապրել, ամեն մեկ իր ունեցվածքը բերի, եկեղեցում դնի, եկեղեցին տնօրինի, մի քիչ բարդ խնդիր է, բայց մենք հիմա կանդրադառնանք դրան, թե ինչպես։ Պողոս առաքյալը, երբ որ գնում էր իր քարոզչության տարբեր կայսրության մեջ հռոմեական քաղաքներով պտտում էր, ինքը գումար էր հավաքում Երուսաղեմում այդ ժամանակ սով էր իրենց հավատավորների համար, այսինքն հավատակից եղբայրների, քրիստոնյաների համար գումար էին հավաքում, եւ որպեսզի այդ մարդկանց կարիքները հոգային։ Այսինքն սա այդ խմբակային այդ բանը կա, երբ որ մենք էլ, չէ, այսօր մենք Արցախի պարագան եղավ, Լիբանան, Սուրիա, հայկական այդ համայնքների դժվարության ժամանակ որոշ չափով է կամ էլ Հայաստանի համար դրսից Սփյուռքին որքան օգնես, չէ, հավաքում էին, օգնում էին, այդ գիտակցությունը կար։ Տեսեք նաև Պողոս առաքյալը Գաղատացիների 6-րդ գլխում ինչ է ասում։ Ուրեմն քանի դեռ ժամանակ ունեք, բարիք հանենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։ Այսինքն նկատի ունի, որ նամանավանդ, ասում եմ, օգնեք նամանավանդ քո հավատի ընտանիքներից, այսինքն քո մերձավորին, այդ պահին քո մերձավորով է, քո հարազատն է, ծնողը, եղբայրդ, քուրդ, զավակդ,
դու նախ այնտեղ պետք է կարողանաս օգտակար լինես, հետո սկսում ես օգտակար լինել այն մնացածին ըստ քո հնարավորության։ Եվ այսօր գալիս է մի հարց 21-րդ դար, ինչպես այսօր կարելի է անել այդ ողորմությունը օգտակար լինելու։ Նորից եմ ասում, ողորմությունը դա շատ կարևոր մի գործոն է, առանց սրա փրկություն չկա։ Ողորմած մարդն է ողորմություն առնելու, անողորմ մարդը դատ է ստանալու, այսինքն երկինք չի մտնելու։ Դրա համար սրա կարևորության մասին շատ չեմ խոսելու, այ գործնական այսօր ինչ կարելի անել։ Նայեք, ինչպես ասացի, հին ժամանակ, Քրիստոսի ժամանակ մուրացկանները, որոնք դուրսը մուրում էին, իրենք առօրյա հացն էին մուրում։ Եվ իրանք այդ առօրյա հացը վաստակում ուտում էին, մինչև վաղվա օրը ինչ կար, վաղվա օրն էլ այդ ձև էին ապրում։ Բայց այսօրվա մեր 21-րդ դարվա նամանավանդ մուրացկանները, որոնք փողոցներում են նստած, եկեղեցու պատերի տակ են նստած, հիմնականում այստեղ գործումը հետևյալը, կամ կան մարդիկ, որոնք այդ մուրացկաններին օգտագործում են, որ դրամ աշխատեն, կամ էլ կան մուրացկաններ, որոնք տենց հեշտ ճանապարհ են գտե, դե հեշտ չի նստել փողոցում, ձմեռ, ամառ, դժվարություն եւ այլն, այսինքն բայց հեշտ ճանապարհ նստում է, բան չի անում, դրամ է աշխատում։ Եվ վստահ եմ դուք էլ կարող եք լսած լինել, տեսածել լինել, ես օրինակ տեսել եմ քանի հոգու Հայաստանում դեռ 80 թվականներին, 90 թվականներին, որոնք փողոցներում կմուրային, բայց հետո տեսել եմ մեքենայով այդ մարդը պատմում են, որ լավ տներ ունեն կառուցված, բայց գալիս մուրում էր, դա աշխատանք է։ Աշխատանքի պես էր, որը չենք կարող համեմատենք առաջի դարվա ժամանակվա մարդկանց կենցաղային վիճակներին։ Դրա համար այսօր ինչքանով կամ էլ են մուրացկաններին, որոնք ես հիշում եմ, եկեղեցի էի գնում, հետո 10 տարի հետո նորից այդ մարդկանց տեսա, նորից էլի եկեղեցու պատի տակ էին, եւ երբ որ հարցնում էի կամ ես էլ էի տեսնում, այդ երբեք այդ մուրացկանները եկեղեցուն պատարագին գոնե չէր տեսնի։ Ու դու հասկանում ես, որ ինքը գալիս է հավատացյալի զգացմունքների վրա աշխատելով, այն իմաստով նամանավանդ երբ որ հարսանիք կա, կնունք կա կամ եւ այլն, մարդիկ կանգնում մուրում են, մաղթանքներ են անում ու Աստված չանի չանես, մի հատ էլ անես, դրա համար շատերը ինչ-որ գումար են տալիս, մենակ թե չանիծեն կամ եւ այլն, չէ։ Եվ այդ մարդիկ էլ դա նորից ինձ համար իմ կարծիքով դա աշխատանքի պես են գալիս են իրանց վաստակում են եւ կարող շատերից էլ լավ ապրեն սա էլ կա այսօր շատ է տարածվել համացանցի մեջ մարդիկ գրում խնդրում են օգնեք դրամական օգնություն տարբեր նկարներ են դնում եւ այլն մեծամասամբ վստահ եմ մեջը սուտ բաներ կան ամանդ երբ որ դու մերժում ես անեսքներ են տեղա տարապ քո վրա լցնում, ամոթանքներ, դու ինչ ես, օրինակ, որ ինձ էլ են գրում, դու ինչ հոգևորական ես, դու ինչ բան ես եւ այլն, այդ մարդը ինչ չգիտի, ես էլ իրան չգիտեմ եւ սկսում այդպես խոսել, նորից ես հասկանում, որ սա էլ է որքանով պետք է ձևի մարդկանց օգնել։ Ուրեմն այսօր ինչ կարելի է անել, այսօր ինչպես կարելի, այսօր 21-րդ դար Պողոս Առաքյալը, նայեք ինչ է ասում Գաղատացիների ուղված թղթում նույն 6-րդ գլխի մեջ։ Միմյանց բեռը կրեք եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեք։ Այսինքն իրար հետ միմյանց բեռը կրեք։ Իսկ բեռը կրել լինում է 3 ձևի, այսպես ասեմ, հոգևոր, ֆինանսապես մարմնավոր եւ շնչավոր, այսինքն բարոյական օգնություն, ֆինանսական օգնությունը, երբ որ մենք մեկը կարիքավոր է, միայն դրամականը չի, այսինքն ինչ-որ որևէ բանի կարիք ունի, նյութական, այսինքն ասելով, հագուստ է, ուտելիք է, ինչ-որ բան, մենք այդ բեռը թեթևացնում ենք, մեր հավատացյալ եղբայր եւ քույրերի բեռը թեթևացնում ենք, որպիսի
թեթև լինի, այսինքն 21 առաջի դարում նույն բանը անում էին ուրիշ ձևի, այսօր էլ մենք կարող ենք ուրիշ ձևի անել այդ բեռը թեթևացնել։ Դրա համար մենք պետք է իմանանք եկեղեցու հավատացյալների մեր շրջանակի մեջ ինչ կյանք է լինում։ Օրինակ կան մարդիկ գալիս են եկեղեցի, հաղորդում թողուն փախնում են, իրանք չեն ուզում մտնեն, ժողովրդի հետ շփվեն եւ այլն, եւ այսպիսով իրանք անհաղորդ են դառնում այդ հավատացյալների իրենց եղբայր քուրերի կարիքներից։ Դրա համար իսկ եթե չեն ուզում շփվեն բան, ուրեմն հետեւյալը կարելի անել, եթե վստահում են այդ եկեղեցու հոգեվորականին, որը գիտի իր ծուխը, իր ժողովրդին, կարելի է բերել ինչ-որտեղ գումար, եթե հնարավորություն ունես, կամ ինչ-որ հարցնել ինչի կարիք է պետք, կարող է հագուստ ունես, որը քեզ պետք չի, հա, ինչ-որտեղ բաներ բերեք, տվեք եկեղեցուն, այսինքն քահանային, որը ինքը գիտի ինչպես օգնել, բաշխել այդ կարիքավորներին, եւ ինչ կստացվի, որ դու ողորմություն ես անում ձևով եւ գախնի է մնում քո ողորմությունը, եւ կարաս խնդրես, որ հոգեվորականը չասի, որ դու ես դա բերել օգնել եւ հոգեվորականը պետք է արդար լինի, ճիշտ բաշխի կարիքավորների հոգա, ոչ թե լավ բաներ ընտրի իրան տանի կամ իր ծանոթներին տանի, որը կարիքավոր չի, հասկանում եք ինչ եմ ասում։ Դրա համար վստահում եմ, որ գոնե անկեղծ կլինի այդ ամեն ինչը։ Ուրեմն նախ եւ առաջ այդ տարբերակն է։ Կամ դու գիտես կոնկրետ քո հավատացյալ եղբայրները, քույրերը, որոնք նեղության մեջ են, կարիք ունեն ու այդ պահին այդ կարիքը դու կարող ես այդ պահին դու օգտակար լինես որոշ բանով, օրինակ մեկը ինչ-որտեղ խնդրում է բան տեղափոխելու, օրինակ կամ ինչ-որտեղ հասկանում եք, կենցաղային առօրյա կյանքի մեջ կարող այդ մարդը առօրյա հաց ունի, ամեն բան ունի, հագուստ ունի, տուն ունի, բայց ինչ-որտեղ մի հարցի մեջ չի կարող օգնել, դու եթե կարող ես օգտակար եղի։ Պետրոս Առաքյալը, երբ որ մեկը մուրում է բանա խնդրում, ասում է ոսկի արծաթ չունեմ, բայց տալիս եմ այն ինչ որ ունեմ եւ հանուն Հիսուս Քրիստոսի վեր կաց եւ քայլիր։ Այսինքն սա սովորեցնում է ինչ որ անպայման չի դու ամեն բան ունես օգտագործել, կարող է դու էլ ինչ-որ բանի կարիք ունես, բայց այդ պահին դու կարող ես օգտակար լինել այն բանով, ինչով դու ունես, լինի քո շնորհքը, ձիրքը, որ դու ունես, կարող ես օգտակար ուժդ, խելքդ, իմաստությունդ, որ այդ պահին քո եղբայրը կամ քուրը հավատակից քո համայնքի քո կարիքը ունի։ Եվ նորից եմ ասում, կարևորը դա, երբ որ դուք եկեղեցու հետ համագործակցելով, քահանայի միջոցով այդ բաները անում եք եւ ձեր անունը անհայտ է մնում։ Երկրորդը դա հոգևոր բեռ կրելն է, հոգևոր բեռը նույն գաղատացիների մեջ ասում է, եղբայրներ, եթե որևէ մեկը հանկարծ ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզությամբ հոգով ուղեք։ Սա բեռը տանել, երբ որ տեսնում ես եղբայրդ մեղքի մեջ հանգե, սխալ բանի մեջ, հա դու գալիս ես խորհրդակցում ես, հետո խոսում ես, իրան խրատում ես։ Սա էլ է կրել բեռ Քրիստոսի, իսեր Քրիստոսի, դու եղբորդ բեռը կրում ես, ոչ թե գազ վերևից նայես իրան խրատես, այ օգտակար լինես եւ երրորդը, որ դա շնչավոր, այսպես ասեմ, բարոյական օգնությունն է, որը Հռոմեացիների 12-րդ գլխում ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լացեք։ Այսինքն դու երբ որ մարդ կարիք ունի քո ոչ թե հացի կամ ինչ, այդ պահին կարիք ունի քո կարեկցանքի, ուզում է կիսվի այդ ուրախությունը, որ դու իրոք անկեղծ հետո ուրախանաս։ Սա էլ է ողորմության ձև է։ Դուք ժամանակ չունես իրան լսելու, դա արդեն լավ չի։ Դրա համար այդ դու քո ժամանակն ես վատնում, ծախսում, որ եղբորդ հետ իր ուրախության ժամանակ ուրախություն անես եւ տխրության ժամանակ տխուր, ոչ թե միայն ուրախության ժամանակ իր հետ լինես, բայց տխուր պահերին, լացելու պահերին չէ, այսինքն հարազատա կորցրե, ցավ ունի, ինչ որտեղ խնդիր ունի, որ լինես իր կողքը։ Սա է, սրանք են այսօր 21-րդ դարվա կարևոր բաները եւ մյուս կողմից էլ մուրացկանների հարցը, որոնք փողոցում նստած են,
դա էլ է պետք անել, ես միշտ մտածում եմ, որ տենց ինչ-որ գումար մանր ունենաս գրպանիդ մեջ, որ այդ ողորմությունը, որ իրանք խնդրում են 10, որտեվ ինչպես կարդացինք, Տերը ասում է, ով ձեզանից ուզում է, տվեք, անշուշտ տվեք ոչ թե այն ինչ որ դուք չունեք, այլ այն ինչ որ կարող եք եւ ինչ որ դուք պետք է, այսինքն կարող եք տրամադրել մեկին նրա համար, որպիսի այդ ողորմության շնորհը չկորցնես, այդ տալու շնորհը չկորցնես, ավետարանը ասում է ավելավա տալ, քան թե վերցնելն է, եւ մյուս կողմից էլ ժողովողի մեջ ասում է հացդ գցի ջրերի վրա եւ ժամանակին կգա, այդ կվերադառնա քեզ այդ հացը, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ կերակրիր կենթանիներին, այսինքն ձկներին, կենթանիներին Եթե նույնիսկ չկա մեկը, որին ողորմություն անես, կենթանիներին կերակրի, որ չկորցնես այդ ողորմություն անելու շնորհը, որտեվ սատանան միշտ մեր սրտերը կարծրացնում է, միշտ ինքը նենց անում, որ ողորմություն չանենք, դրա համար ասում եմ նույնիսկ կենթանի, օրինակ թռչուններ կա, հաց տվեք, շատ բաներ կա, թափում եք հացը, հավաքեք միտեղ, տվեք թող թռչունները ուտեն, բակը կատուներ ունեք, կատուներին կերակրեք, այսինքն սրանով նաև այդ բարիքներ անեք, որ միշտ ողորմությունը ձեր մեջ մնա, այդ ողորմած հոգին, նաև ողորմությունը, երբ որ դու ներում ես մեկին, մեկը որ քո հանդեպ հանցանք է գործել, հետո անդրադառնում է, զղջում է ու դու չես ներում, դա սխալ է։ Ողորմությունը նա երբ որ դու ներում ես, թույլ ես տալիս, որ այդ մարդը ընդունելով իր սխալը մոտենա քեզ։ Այո, կարած չշփվես նույն ձևի ինչպես ժամանակին է, բայց ներես։ Այդ պատը քանդես, դա էլ է ողորմության ձև, որտեվ եթե մենք ողորմած չենք ներում, Տերն էլ մեզ չի ներելու, չէ՞, ինչպես հայրմերի մեջ մենք ասում ենք։ Եվ ամենակարևորը Տերը երբ որ գալու է դատելու, ինչ է ասում, ասում է կբաժանի այծերին եւ ոչխարներից եւ կասի հետեւյալը, ասում է որտեվ քաղցած է եւ դուք ինձ ուտելիք տվեցիք, ծառավ է, ինձ խմելու բան տվեցիք, օտար է եւ ինձ հետ մոտ ընդունեցիք, մերկ է, ինձ հագուստ հագցրեցիք, հիվանդ է, ինձ խնամեցիք, բանտում է, ինձ այցելեցիք եւ ասում են, չէ, շատերը կասեն, երբ էինք տեսել, որ արեցինք, ասում է ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս ամենը փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Այսինքն այստեղ քաղցել ու ծառավել այս ամեն ինչը որ կա, Տերը սովորեցնում է, որ շատ կարևոր է, որ դատաստանն ինքը սա է հարցնելու։ Այս ողորմության բաները, եթե նույնիսկ մենք մոռացած լինենք, Տերը չի մոռանալու նաև այն, որ չենք արել, չի մոռանալու այն, որ արել ենք։ Դրա համար մենք, երբ որ ողորմություն բարիք ես անում, պետք չի հիշել դա։ Այդ հիշելով այն բանը հրեական սովորությունը, որ սենյակ ունեին, երբ որ տանում ես, տալիս ես եւ չգիտես ով կվերցնի։ Եվ այսօր էլ, ինչպես ասացինք, տարեք եկեղեցու քահանային, դա կլինի հագուստ, որևէ օրինակ դուք սեղան ունեք, աթոռ ունեք, պետք է նորն եք գնել, դա թափելու փոխարեն հետաքրեք ով կարիք ունի, չեմ ասում կոդրած, փչացած, պատռված հին բաներ տարեք, բայց որը կարելի է գործածել, եթե դու նորը չգներ, դու նորից կշարունակեր դա գործածել, լինի հագուստ է, գիրք է, պահարան է, հեռախոս է, որևէ բան, որը այսօր մարդը այդ դրա կարիքը ունի։ Եվ երբ որ դու տալիս ես եկեղեցուն, դու չես իմանում ով դա առավ, եւ Տերը դա կհիշի։ Հասկանում եք, եւ դա նորից եմ ասում, կարևորը կրկնում եմ, դա եւ հոգեվոր արժեքն էլ տառնա եւ մխիթարություն անելն է եւ նայեք ու կերակրել եւ նայեք կերակրել եւ ջուր տալ։ Սա չի նշանակում, որ սոված մեկին ես կերակրում, որը աղքատ էր, կամ ջուր ես տալի, որը ջուր չունի, փող չունի վճարելու։ Այ սա նկատի ունի, որ այն մարդը, որ այդ պահին ուտելու կարիք ունի եւ բայց ուրիշ տարբերակ չունի եւ դու կարող ես իրան կերակրել։ Կարող է ինքը մեծահարուստ մեկն է։ Օրինակ,
բայց նենց վիճականգ է, որ օրինակ ձեռքը դրամ չունի կամ եսի մի բան է պատահել։ Սա էլ է կարևոր, որովհետև Տերը սա էլ չի մոռանալու, նույնիսկ այս բարիքը, որ մենք կանենք։ Դրա համար նորից եմ ասում, սա այն պահն է, երբ որ նաև անկախ քեզանից է, էլի, մեկը մոտենում է, դու տեսնում ես կարիքավոր է եւ դու իրան կիսվում ես, քո հացն ես տալիս, քո ջուրն ես, այսինքն ջուր ես տալիս խմելու։ Հետո որ ասում է օտար է եւ ինձ մոտ ընդունեցիք։ Դե օտար ասելով նա չի նշանակում, որ դրսից մեկ եկավ, բերես շուտ քո տունը բերես, օտարասիրությունը։ Օտարը նաև կարող է լինել այն մարդը, որը քո համայնքի մեջ այսօր ուրիշ երկրից է եկել, քո համայնքի մեջ է կամ քեզ հետ աշխատում է, ու ինքը իրան sense կղզիացած վիճակով է, դժվար է անում, բայց դու պետք է իրան ընդունես այն իմաստով, որ օգտակար լինես, որ ինքը այդ հասարակության մեջ ոնց որ ինտեգրվի, այսինքն մտնի այդ հասարակության մեջ, դու իրան օգտակար է, ինքը իրան մենակ չզգա։ Երևի կհասկանաք ինչ եմ ասում, օրինակ նույնիսկ աշխատանքի տեղում մեկը ուրիշ տեղից է գալիս, տեղափոխվում է, բոլորը խորթ են նայում, էսով է, ինչու այդ մարդը սզմիցա կաշկանդված է, դա էլ է օտարին ընդունել։ Օտարին ընդունել, չնայած շատ դեպքերում հենց այդ մարդիկ էլ կարող է քեզ ցավ պատճառեն հետո, բայց դա կարևոր չի, որովհետև դու Քրիստոսի սիրո պատվիրանն ես անում, այդ օտարին ընդունում ես եւ իրեն օգնում ես, որ ինքը այդ մտնի այդ հասարակության մեջ։ Ուրիշ բան է, որ օտարը գալիս է մեկը բերես քո տունը, այն դեպքում, որ դու ես նեղության մեջ ապրում, դու կարիքավոր լինես, ես այս դեպքերում ասում եմ, եթե դու մենակ ես ապրում, բեր հա մեկին քո մոտ, բայց նորից այդ մարդն էլ պետք է չափ ու սահման ունենա մնալու կամ թողնել գնալու։ Մերկ է եւ ինձ հագցրեցիք։ Մերկ ասելով դե այսօր մերկ մարդ չկա, որ մերկ լինելու, այսինքն այն նաև կարելի ասել այն վիճակն է, որը մարդը մի նեղության մեջ է ընկնում, որ հագուստի կարիք է ունենում, ու դու այդ պահին դու քո հագուստն ես տալիս, չակնկալելով, որ դա կվերադարձնի, էլի։ Դա էլ է կարևոր ու անկախ նրանից ով է այդ մարդը, նամանավանդ եւ եթե քո հավատակիցն է, նամանավանդ տաթևացին էլ ասում է բոլոր մարդկանց պետք է օգնել, այսինքն Աստծո պատկերի լինի որ ազգից, որ կրոնից, որ դավանանքից, որ հավատամքից, բայց առավել եւս քո հավատակցին պետք է օգտակար լինես։ Եվ ասում է հիվանդը այցելեցիք, հիվանդ դա չի նշանակում, շատ դեպքերում հիվանդներ կա, որ չեն ուզում մարդ տեսնեն, ոչ թե մարդ են ատում, այլ ուզում են առանձին լինել, ու սաղ քրիստոնյաները սկսում են այցելենք այդ մարդուն բան, հենց այդ խոսքը նրանց մասին է, որը կարիք ունի, կարող ինքը մի հատ մեծը հարուստ է ու ինքը մենակ է մնացել եւ իրեն մեկը վրան չի նայում կամ չեն սիրում եւ ինչ եւ դու գնում ես ոչ թե իր հարստության համար, այլ գնում ես Տիրոջ պատվիրան, այսինքն մենակ էր այդ մարդը, ինքը կարիք ուներ քո այցելությանը, քո խնամքին, քո հոգատարությանը, ու դու այցելում ես, անպայման չի ինչ-որ տեղ հիվանդությամբ տառապի այդ մարդը ընկնի, այլ հիվանդ նկատի ունի, որը ինչ-որ տեղ խնդիրների մեջ է, չի կարող այդ խնդիրների մեջից դուրս գալ եւ խնդրում է մեկը, որ այդ բեռը իր հետ կրի։ Եվ ասում է բանտի մեջ էի այցելեցիք, բանտ այսօր դե քիչ մարդ կա, որ տենց բանտ լինի, որ գնաս այցելես, այլ բանտ կարող է մարդ լինի մենակ ապրում, ինքը 4 պատերի մեջ, ոչ բարեկամ, ծանոթ ունի ու ասես մենակության մեջ է, այդ բանտի մեջ է, այսպես ասեմ, եւ դու գնում այցելում ես այդ բանտը։ Սա է այսօրվա պարագային սիրելիներ, որ ողորմությունը պետք է միշտ անել, անկախ նրանից կարած չես կարա, բայց անես այն, ինչ որ կարող ես։ Ինչ որ դու չես կարող, հենա Պետրոս առաքել ասում է ոսկե արծաթ չունեմ, այն ունեմ այն, ինչ որ քեզ տալիս եմ, այսինքն բժշկեց, այսինքն դու կարող այսօր այդ մարդուն չես կարա հոգաս իր կարիքները, հա, դու էլ չունես այդ հնարավորությունը, բայց դու ուրիշ ձևի կարող ես իրան օգտակար լինել, որը ինքը չունի։ Դրա համար պատահական չի, որ տարբեր մարդիկ
Տարբեր շնորհներ ունեն եկեղեցու մեջ, չէ՞, մարմինն է Պետ Պողոս Առաքյալը բերում օրինակ, որ անդամները տարբեր են, ամեն մի անդամ իր գործն է եւ չկա անդամ, որը կարեւոր չի մարդու մեջ։ Այդպես էլ հասարակության մեջ պատահական չի, մեկը հոգեվորական է, մեկը բանվոր է, շինարար է, մյուսը սա է, մյուսը նա է, եւ այդ շնորհները, որ ունենք, մենք պետք է իրար ծառայեցնենք, իրար օգտակար լինելու համար։ Ողորմություն է նաև, երբ որ դու Աստծո խոսք ես քարոզում, սա էլ է, ես ոչ թե ողորմություն եմ անում, այ իմ պարտականությունն է Աստծո խոսքը խոսել, դա էլ է ինչ որտեղ մի հոգևոր արժեքներ փոխանցել մարդկանց։ Մյուսը լավ երաժշտություն է գրում եւ կամ լավ կազմակերպիչ է, որը կարող է օգտակար լինել իր համայնքի համար։ Շնորհները շատ են։ Դրա համար Սուրբ Տաթևացին եւ հայրերը բոլորը ասում են, որ պատական չի Աստված թողել է հարուստ ու աղքատ մարդկանց, որ հարուստը աղքատի միջոցով երկինքը մտնի եւ աղքատն էլ հարուստի միջոցով այսօրվա առօրյա հոգը տանի։ Այսինքն ոսկեբերանն էլ ասում, չկա պատահական մարդ, որ երկու հոգի բերում է Աստված իրար կողք, որ մեկը մյուսին փրկության պատճառ լինի։ Դրա համար մի ասեք ողորմություն կամ ինչ-ինչ սկսեք, գնում եք եկեղեցի, եթե մեկը ուզում է մի ինչ-որ փոքրիկ գումար տու, եթե պիտի նեղվի, հայոյի, դրանից մի նեղվեք, որտեվ դու սա ես արել, իսկ ընդհանուր առմամբ էլ համայնքային կյանքը ցավոք սրտի կա, թե չկա Հայաստան չեմ կարող ասել, իսկ եթե կա, այդ համայնքային կյանքի մեջ նայեք ով կան ձեր եղբայր քուրերի կարիքավորներ, որոնց կարող էլ օգնել։ Դու այսօր բնական է, դու բոլորին չես կարող հասնել, բոլորին չես կարող օգտակար լինել։ Կարող դու օրինակ լինում է քեզ դիմում են այս օգնի ֆինանսապես, բայց դու չես կարող, որտեվ դու արդեն 1-2 հոգու օգնում ես, մի նեղվեք, որ եւ եթե այդ մարդն էլ սկսում է այտենց ցես վիրավորել, ամոթանք տալով դու ես, դու ինչ քրիստոնյա ես, ասա ես այսպիսի վատ քրիստոնյա եմ, ինձ համար աղոթի։ Այսինքն մի նեղվի։ Նեղվենք նրանից, որ դատաստան օրը Տերը կասի ես քեզ չգիտեմ, էլի, որտեվ սոված էի, չկերակրեցիր։ Դրա համար sense մի բան կա, խոսք կա, որ ավելավա 10 խաբեբայի օգտակար լինես, քան թե միգուցե մի կարիքավորի մերժես։ Դրա համար մի քննեք, այդ դրամը հարբեցողության կտանի, ես իմ ինչին ա ծախսելու, թե ինքը բիզնես է անում, այդ պայն խնդրումը հանեք տվեք։ Միգուցե իրոք այդ դրամը իրան այդ օրվա հացի կարիքն է եւ Տերը միգուցե ուղարկել է ձեր մոտ, որպիսի դուք այդ ողորմության բարիք անեք։ Դրա համար իսկ ողորմություն անողները, որ հնարավորություն ունեն, դրամական, առողջ են եւ այլն, միշտ հիշեք, ոչ թե որ դու եք մի բան արել, որտեվ դա այդ Աստված տվել է ձեզի, որ դուք էլ բարիք անեք, ասում է ծառերը նայեք, չէ՞, պտղատու ծառերը, չէ՞, իրանք Աստված տվել է, իրանք բոլորը օգտվում են։ Դրա համար էլ երբ որ դուք մի ունեք հնարավորություն լինի որևէ շնորհ ֆինանսապես, հոգեպես կարող եք օգտակար լինել, մի մտածեք, որ դա դուք եք, այ միշտ ամեն անգամ երբ որ բարիք եք անում, միշտ փառք տվեք Աստծուն ասելով. Տեր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ հնարավորություն տվիր բարիք գործեմ։ Այսօր այսքանը։ Շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։